Ընկերներ ողջույն, ձեզ հետ Գոռ Նահապետյանն է, Manifest Online դպրոցի էքսպերտ։ Նախորդ վիդեոյում խոսել էինք Bitcoin-ի մասին, իսկ այս վիդեոյում խոսելու ենք, թե ինչպես են մարդիկ օգտագործում Bitcoin-ը։ Շատերը լսել են ընկերներ Bitcoin-ի մասին, ոմանք կարծում են, թե այն կապված է մեծ փողերի հետ, ոմանք կարծում են, որ մեծ ներդրումների, իսկ ոմանք կարծում են, որ դա պարզապես ինտերնետային ինչ-որ թրենդ է։ Իրականում Bitcoin-ը ունի շատ մեծ տեխնոլոգիական եւ հոգեբանական նշանակություն եւ շատերի համար այն հանդիսանում է ազատության եւ ոչ կենտրոնացված գումարների խորհրդանիշ ամբողջ աշխարհում։ Այսօր միասին կբացահայտենք, թե ինչպես կարելի է օգտագործել Bitcoin-ը, ինչ նպատակների համար կարելի է օգտագործել Bitcoin-ը։ Ընկերներ, Bitcoin-ը իրականում ոչ թե գրաֆիկ է, այլ ոչ թե գին, այն տեխնոլոգիա է։ Հազարավոր մարդիկ այսօր աշխարհում օգտագործում են Bitcoin-ի տեխնոլոգիան իրենց նպատակներին հասնելու համար։ Այն կարելի է օգտագործել որպես սովորական ֆինանսական միջոց փոխանցումներ կատարելու համար, կամ ներդրումների համար, կամ գնումներ կատարելու համար։ Սա ֆինանսական միջոց է, եւ Bitcoin-ը որպես ֆինանսական միջոց տարածվում է ամբողջ աշխարհում եւ բոլորի շրջանակում։ Դա է նաեւ հիմնական պատճառներից մեկը, թե ինչի համար է Bitcoin-ի գինը անընդհատ աճում։ Այսօր կխոսեմ ընկերներ նաև այդ մասին, թե ինչպես են օգտագործում մարդիկ Bitcoin կրիպտոարժույթը եւ ինչպես է այն տարածվում բոլորի մոտ եւ բոլոր միջավայրերում։ Խոսենք առաջինից Bitcoin-ը որպես ներդրում։ Bitcoin-ը արդեն դարձել է շատ հայտնի ներդրումային ակտիվ տարածված ներդրողների շրջանում։ Ի սկզբանե, երբ որ առաջացավ Bitcoin-ը, Bitcoin-ում ներդրումներ կատարում էին միայն այն մարդիկ, ովքեր հավատում էին տեխնոլոգիային։ Սրա երկրորդ փուլում այս ներդրումային process-ին միացան նաև փոքր բիզնեսները եւ անհատ ներդրողները։ Ժամանակի ընթացքում միացան նաև գրեթե բոլորը, ովքեր արդեն հասկանում էին, որ Bitcoin-ը ժամանակի ընթացքում անդադար աճում է։ Այս պահին արդեն ներդրումներ են կատարում Bitcoin-ում ոչ միայն անհատ ներդրողները, այլ նաև պետություններ, խոշոր ֆոնդեր, խոշոր կետեր, ներդրողներ, ինչը բերում է տվյալ ակտիվի ժամանակի ընթացքում գնի աճին, գնի բարձրացմանը։ Իսկ ինչի համար է աճում Bitcoin-ը։ Bitcoin-ը աճում է, քանի որ այն շատ նման է ոսկու վրա ներդրումներին։ Շատերը ժողովուրդ ջան, ժամանակի ընթացքում տեսել եք, որ ձեր մեծերը կամ նույնիսկ դուք ձեռք եք բերում ոսկի հենց ներդրման նպատակով, որպեսզի հետագայում էլ ավելի թանկ կարողանաք վաճառել։ Եվ ձեր մեջ կա այդ վստահությունը, որ ոսկին ինքը ակտիվ է, որը ժամանակի ընթացքում թանկանում է իր գինը։ Ինչի համար, որովհետև ոսկին համարվում է սահմանափակ ակտիվ։ Այսինքն ավելի շատ չես կարող արդյունահանել երկրի ընդերքից ոսկի, քան որ այնտեղ գոյություն ունի։ Այդպես է նաև Bitcoin-ի հետ։ Ուրեմն Bitcoin-ի ծրագրում տեղադրված է մի պարզ ալգորիթմ, ըստ որի կարող է գոյություն ունենալ ընդամենը 21 միլիոն հատ Bitcoin։ Եվ բնականաբար այդ 21 միլիոն հատ Bitcoin-ի պայքարը մարդկանց ամբողջ մարդկության մեջ շատ ավելի շատ է։ Դրա համար էլ Bitcoin-ի գինը ժամանակի ընթացքում միշտ թանկանում է եւ մարդկանց եւ մեծ ներդրողներին գրավում դեպի Bitcoin-ում կատարվող ներդրումներ։ Այսօր Bitcoin-ում գտնվող ամբողջ ներդրումների ծավալը գերազանցում է 1.5-2 տրիլիոն դոլարը։ Սա շատ կարևոր փաստ է հենց ներդրողի համար, հասկանալու, որ այս ակտիվը ունի ապագա եւ այս ակտիվն ունի շատ մեծ ապագա։ Շատերը Bitcoin-ը օգտագործում են նաեւ որպես պահուստային ակտիվ։ Ինչ է նշանակում պահուստային ակտիվ։ Դա այն միջոցներն են, որը դու ցանկացած պահի աշխարհի ցանկացած կետում կարող ես վերածել ռեսուրսի։ Ինչի համար է սա մարդուն անհրաժեշտ, որpիսի նա կարողանա վերցնել ընդամենը 1 հեռախոս կամ կարողանա վերցնել 1 փաստաթուղթ, տեղափոխվի աշխարհի մյուս ծայրը եւ իր հեռախոսի միջոցով կարողանա ապահովել իրեն, իր ընտանիքին, իր երեխաներին, իր ծնողներին, իր մտերիմներին։ Նմանատիպ ժամանակաշրջանում, երբ որ աշխարհը գտնվում է այսպիսի աշխարհաքաղաքական խառը իրավիճակում, որպես պահուստային ակտիվ ունենալ Bitcoin ամենահարմար որոշումներից մեկն է, որովհետև այն գտնվում է քո հեռախոսի մեջ եւ այն չկա ֆիզիկական տիրույթում։ Ոչ մեկ չի տեսնում, որ դու ինչ-որ ակտիվ ես քո հետ տեղափոխում մի տեղից մյուս տեղ։ Դու կարող ես ընդամենը քո մի սառը դրամապանակի վրա ունեցած պահուստներդ վերցնես, դնես քո դրամապանակը եւ գնաս աշխարհի ցանկացած կետում այն վերածես ֆիզիկական ռեսուրսի։ Դրա համար մարդիկ այսօր օգտագործում են այն որպես պահուստային ակտիվ։
Շատերը ինչպես են վարվում հենց Bitcoin-ի հետ որպես պահուստային ակտիվ, ամեն ամսյա ռեժիմով կամ ամեն եկամուտից եկամուտ որոշ քանակի, որոշ գումարի ձեռք են բերում Bitcoin կրիպտոարժույթ, անկախ նրա այդ պահի արժեքից, որովհետև նրանց միտքը ոչ թե վաստակելն է ներդրումների միջոցով, գնել էժան, վաճառել թանկ, ոչ, իրենց միտքը ունենալ Bitcoin-ի պահուստ։ Բոլորիդ խորհուրդ եմ տալիս ընկերներ ունենալ պահուստային ֆոնդ եւ ինչու՞ չէ նաեւ Bitcoin կրիպտոարժույթ այդ պահուստում։ Ոմանք Bitcoin-ով նաեւ կատարում են իրենց վճարումները։ Այո, Bitcoin-ը դա արժույթ է, նման է մեր սովորական դասական արժույթներին, ֆինանսական միջոց է եւ դու այդ ֆինանսական միջոցը կարող ես օգտագործել վճարումներ կատարելու համար։ Աշխարհի տարբեր երկրներում, տարբեր մշակույթներում արդեն տարածվում է վճարումները կրիպտոակտիվներով, կրիպտոարժույթներով եւ մասնավորապես նաեւ Bitcoin-ով։ Այսօր Հայաստանում նույնպես կարելի է վճարումներ կատարել հենց կրիպտոարժույթների միջոցով։ Կրիպտոն դա արժույթ է, դա ֆիզիկական գումար է եւ դու կարող ես վճարումները սրճարաններում, խանութներում, առևտրի կենտրոններում կատարել այսօր հենց կրիպտոակտիվների միջոցով։ Այո, այն շատ տարածված չէ այս պահի դրությամբ, բայց ըստ երևույթին որպես ալտերնատիվ մեզ արդեն հայտնի ֆինանսական միջոցներին գալու է ժամանակը, որ կրիպտո արժույթները կլինեն նույնպես մեզ համար ամենօրյա վճարային համակարգ եւ միջոց։ Ոմանք նաեւ աշխատում են Bitcoin-ով, ամենօրյա առևտրով եւ կարողանում են վաստակել Bitcoin-ի գնի տատանումից։ Ինչպիսիք են օրինակ ներդրողները, թրեյդերները, բլոգերները եւ գնելով եւ վաճառելով կարողանում են ֆիքսել որոշակի եկամտաբերություն։ Իրականում Bitcoin-ը ժամանակի ընթացքում ձևավորեց շատ մեծ էկոհամակարգ եւ մարդիկ սկսեցին արդեն մտածել ուղղություններ եւ ուղղվածություններ, թե ինչպես կարելի է Bitcoin-ի միջոցով վաստակել, դարձնել այն հիմնական, հավելյալ կամ пассив եկամտի աղբյուր եւ դա արդեն այսօր իրականություն է եւ փաստ շատ մարդկանց առօրյա կյանքից։ Միայն թե ընկերներ շատերը, հատկապես սկսնակները Bitcoin-ին վերաբերվում են որպես փող վաստակելու միջոց եւ առաջին միտքը որ գալիս է, ինչքան շատ ես կարող եմ վաստակել Bitcoin-ից։ Ընկերներ, այստեղ առավել կարևոր է ոչ թե ինչքան ես կարող եմ վաստակել, այլ այն թե ինչ է իրանից հենց ներկայացնում Bitcoin-ը, ինչի համար ես կարող եմ վաստակել Bitcoin-ից եւ ինչ է ինձ պետք իմանալ, որ ես կարողանամ վաստակել կրիպտոարժույթներով։ Շատ մարդիկ Bitcoin-ը տեսնում են այն ժամանակ, երբ գինը աճում է եւ մտածում են՝ ուշացա։ Իրականում ոչ թե պետք է մտածել, թե երբ ես դու իմացել Bitcoin-ի մասին, այլ բուն տեխնոլոգիան հասկանալով Bitcoin-ի ընդհանուր աշխարհաքաղաքական եւ ֆինանսական համակարգի էությունը, հասկանալով թե ինչի համար է ստեղծվել այդ այլընտրանքային արժույթը, դու կարող ես արդեն ներդրումներ կատարել, դու կարող ես արդեն վաստակել միշտ եւ ամենօրյա ռեժիմով։ Միայն թե ընկերներ պետք է հիշել մի բան։ Առաջինը ինչ որ պետք է իմանալ Bitcoin-ի մասին, այն արժույթ է, որը տատանվում է, ունի գնի բարձրացում եւ գնի իջեցում, կախված ամենատարբեր հանգամանքներից։ Պետք է ուսումնասիրել նախ եւ առաջ այդ հանգամանքները, դրանից հետո նոր փորձել զբաղվել կրիպտոարժույթներով եւ կրիպտոարժութային առևտրով։ Եթե այս տեսանյութը օգտակար էր ձեզ համար, անպայման գրեք այդ մասին մեկնաբանություններում։ Ինչպես նաեւ գրեք տեսնեմ, թե ինչպես եք դուք պատկերացնում Bitcoin-ի օգտագործման եղանակները։ Ընկերներ, ցանկանում եմ, որպեսզի այս շարքը լինի շարունակական։ Եկեք նաեւ մտածենք, թե ինչ թեմայի շուրջ կխոսենք հաջորդ անգամ։ Ինչպես գնել առաջին Bitcoin-ը, որտեղից գնել առաջի Bitcoin-ը, գրեք մեկնաբանություններում, որ հարցի շուրջ կուզենայիք, որպեսզի ես նկարայի իմ հաջորդ տեսանյութը։ Իսկ այսքանով ուզում եմ այսօր եզրափակենք ընկերներ, լավ եղեք, մինչ հաջորդ վիդեո հոլովակը։